Ըստ խնդրի, Անին Կարինեից 8 տարով մեծ է։ 2 տարի առաջ նա Կարինեից 3 անգամ մեծ էր եւ հարցնում է, քանի տարեկան է Անին։ Եկեք սկսենք այս խնդիրը լուծել փոփոխականներ ներմուծելով։ Այսինքն, հիմա Անին Կարինեից 8 տարով մեծ է։ Եթե Կարինեն ենթադրենք, որ x տարեկան է, հիմա Անին կլինի x-ին գումարած 8 տարեկան, նրանից 8 տարով մեծ։ Հիմա 2 տարի առաջ նրանց տարիքները ինչպես կլինեն, մինչև այս պայմանին անցնելը, եկեք մեր այս անգամվա նշանակումից ելնելով գտնենք դա։ Դե 2 տարի առաջ Անին կլինի x գումարած 8-ից հանած 2, որը x գումարած 6-ն է, իսկ Կարինեն կլինի x-ից հանած 2, ուղղակի x մինուս 2 տարեկան։ Եվ ինչ է ասում ես խնդիրը, որ 2 տարի առաջ Անին Կարինեից 3 անգամ մեծ էր, այսինքն, եթե մենք գրենք Անիի տարիքը, այն հավասար կլինի 3 անգամ Կարինեի տարիքը 2 տարի առաջ։ Մեզ ուղղակի մնում է լուծել այս հավասարումը։ Բաշխական օրենքով բացենք փակագծերը, կստացվի 3 անգամ x-ից հանած 3 անգամ 2, որը 6 է, հավասարման 2 հատվածից հանենք x, կստացվի 6-ը հավասար է 2x մինուս 6, 2 մասին գումարենք 6, որպեսզի այս 6-ից նույնպես ազատվենք, կստացվի 12-ը հավասար է 2x, այստեղից էլ որ բաժանենք 2-ի, կստացվի x-ը մեզ մոտ պետք է լինի 12/2, որը հավասար է 6, այսինքն Կարինեն հիմա 6 տարեկան է, ուրեմն Անին էլ հիմա կլինի 14 տարեկան։ Ստուգման համար նաև 2 տարի առաջ հաշվենք։ 2 տարի առաջ Անին կլիներ 12 տարեկան, իսկ Կարինեն 4 տարեկան։ Դե 12-ը 4-ից 3 անգամ մեծ է, ուրեմն ամեն ինչ ճիշտ է։ Մեզ խնդիրը հարցնում էր, քանի տարեկան է Անին։ Նկատենք, որ Անին 14 տարեկան է։ Ուրեմն կունենանք պատասխան 14։